Նկարների բաժնում դրված էր հայ գործարար Միքայել Արամյանցի թոռների նկարները իրենց անուններով։ Գրառում կար, ինչու անունները հայկական չեն։ Հայկական չեն, քանի որ ռուսական ազդեցության տակ էին։ Հենց իր Արամյանցի Միքայել անունը նույնպես հայկական չի։ 19-րդ դարում անչափ դժվար կարող եք գտնել որևէ նշանավոր հայ, որը մաքուր հայկական անուն ունենա։ Օրինակ Պապ, Հայկ, Տիգրան, Միհրան, Վահագն եւ այլն։ 19-րդ դարում շատ դժվար է այդ անունները գտնել։ Իսկ անչափ շատ են հայացված քրիստոնեական անունները՝ Հովհաննես, Ղուկաս, Ղազարոս, Պետրոս, Պողոս եւ այլն։ Եվ մենք 20-րդ դարի սկզբից սկսեցին դնել մաքուր հայկական անուններ, կամաց։ Իսկ 30-ական թվականներից արդեն խորհրդային շրջանում ավելացան նաև բոլշևիկյան անունները՝ Կարլեն, Ֆրունզիկ, Լենկոմդրոշ եւ այլն։ Չնայած այդ անունները կարծես թե ժամանակի ընթացքում դուրս են մղվում։ Համենայնույն պատկերն են նաև կանանց անունների հետ։ Բայց պետք է ասել, որ հայերի բախտը մի փոքր ավելի է բերել, քան օրինակ վրացիներինը։ Վրացիների անունների 90%-ից ավելը հատկապես տղամարդկանց հունական, հրեական կամ պարսկական ծագում ունեն։